Գարնանային արևը չի տաքացնում Սիսիանի փողոցները, բայց դրանց մաքուր լինելու պահանջը նույնն է, թե տաք, թե ցուրտ օրերին։ Որ սիսիանցիները մաքուր մայթերով քայլեն Անժելայի զարթուցիչը Աղիտու գյուղում աքլորներից առաջ է ընկնում։ Երբեմն տանը սուրճ էլ չի հասցնում խմել։ Սիսիան բերող 3 կիլոմետր ճանապարհին միշտ չէ, որ մեքենա է պատահում։ Որ ձունը գալիս է շլակը, որ շաղեն տամ, շատ ենք տանջում։ Նայած էլի, վախտանում հեշտայինը դժվար է, ոչ մի գործ հեշտ չի լինում։ Համ դժվարը կա, համ հեշտը կա։ Տուգը մենք գալիս են նայում են, մեր պատիվն է, մեր շնորհքն է, որ միշտ մաքուր պահենք, մեր անունը բարձր կլինի։ Անժելայի պես եւս 18 կին է աշխատում Սիսիանի կոմունալ տնտեսությունում։ Նրանք գործի ծանրությունից չեն վախենում, բայց դժգոհում են մարդկանց վերաբերմունքից։ Ոմանք աղբը գետնին չգցելու հորդորին վիրավորանքով են պատասխանում։ Վիրավորում են մեզ, քո գործն է, քո պարտականությունն է, քո նենց է, որ ասում մենք չթափենք դու ինչ գործ ես անելու, մենք պիտի թափենք, որ դուք հավաքեք։ Ջահիլներ ջան, ուղղակի խնդրում են այդ սորոկվանը քիչ գցեք, որ 70 տարեկանը ձեր հետևից հավաքեն։ Սիսիանը մաքրող կանանցից շատերը մեղմ են, խուսափում են աղտոտողի հետ խոսք ու զրույցի բռնվելուց։ Ոմանք էլ հայտնի են իրենց պահանջկոտությամբ եւ նրանց ներկայությամբ գետնին բան գցողն առանց նկատողության չի մնա։ Ես այս տարածքը երկու կողմանի մենք մաքրում ենք, ես ու մամաս ենք մաքրում այդ տարածքը, աշխատել եմ տարբեր տեղերում, բայց մի քիչ ֆինանսական խնդիրներից ելնելով գտել ենք այդ գործը, աշխատում ենք այդ բնակավարում, չենք դժգոհում մեր գործից, մենք շատ շնորհակալ ենք մեր աշխատանքից։ Կուզենք, որ ամեն ինչ ավելի լավելներ, մի քիչ էլ բնակիչները մի քիչ մաքուր պահեն, մեր աշխատանքները իրան գնահատեն, բնակիչները գնահատեն մեր աշխատանքները, աղբամանները բոլոր տեղերը կա, բայց այդ պապիրոսի սորոկներն, թղթերն, որ հանդիպեմ, ինչ որ մեկը իմ արած աշխատանքը չգնահատի, ես հանդիպեմ նման մարդու հաստատ կվիրավորեմ։ Աշխատակիցների մեջ արցախցիներ էլ կան։ Սանմաքրման պատասխանատուի խոսքով Սիսիանում այս գործը պահանջվածներից է։ Շատերն են դիմում աշխատանքի ընդունվելու համար, բայց տեղահանվածներին են ընդունել, որ աջակցեն։ Շակելում ստանում է շատավազներ, պրեմիայել են տամ, ամեն ինչ ձևի լավ է, փիշի։ Նաղդը կարում լի։ Ես էլ 6 ամսամի վիրահատումում, պոշկինես ստենդը տիրացա, ոտոս երակատրակել, չի հերիքում։ Մտալում ստեղ գործի, որ կարի տանը վարձը տան, կոմունալն են տան, դե հենց լի։ Ծաղիկների ու շնորհավորանքների փոխարեն այս կանայք պարգևավճար են սպասում, գումար կստանան, բայց ջերմ խոսքերը միշտ պետք են։ Շնորհավորում եմ մեր հողակի կանանց, մեր աշխատակիցներին, կանանց ցանկանում եմ գարնանպես ծաղկեն։ Նաև ուժ եւ եռանդ եւ առողջություն եմ ցանկանում մեր աշխատողներին եւ առհասարակ բոլոր կանանց։ Ես շնորհակալ եմ, ես գիտեմ դրա գինը։ Երբ մաքուր լինեմ, քայլեմ ես հաճույքով ես քայլեմ։ Կամ պաձեզից նայեմ ես, պատուհանից նայեմ ես, մաքուր լինեմ։ Ուզում ես ես դուրս գաս, դրսում քայլես։ Շնորհավորում եմ։ Կասեմ շատ շնորհակալություն, որ մաքուր եք պահում մեր քաղաքը։ Շնորհավոր ձեր տոնը մաքրասեր կանայք։ Շնորհավոր ձեր տոնը քաղաքը մաքուր պահող տատիկներ։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։